Նախորդին խորհրդարանը հաստատեց նոր կառավարության գործունեության ծրագիրը։ Ծրագրում բավական մեծ տեղ են զբաղեցնում բոլոր այն խնդիրները, որոնք առնչվում են կոռուպցիային եւ ընդհանրապես արդարադատությանը։ Ինչ խնդիրներ են դրանք եւ ինչպես պետք է հասնել դրանց լուծմանը, կփորձենք բարձել հանրային օրակարգի այսօրվա հյուրի, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։ Բարի երեկո։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ հյուրընկալվեցիք մեր հաղորդաշարին։ Բարի երեկո։ Տիկին Հովհաննիսյան, նախորդին կառավարության ծրագիր հաստատվեց խորհրդարանում եւ քննարկումները բավական բուռն էին, ինչը երևի թե նաեւ պայմանավորված է հանգամանքով, որ այս կառավարության հանդեպ սպասումների բավական լուրջ ռեսուրս կա։ Կարող եք արդյոք առանձնացնել այն հիմնական շեշտադրումները, որոնք կան ծրագրում եւ որոնց ուղղությամբ պետք է տարվի առաջնային աշխատանքը։ Շատ լավ։ Կառավարությունը իրականում մի քանի շեշտադրումներ է կատարել, ընդ որում տարբեր ուղղություններով է կատարվել այդ շեշտադրումները։ Նախ պիտի նշեմ, որ ազգային ժողովում քննարկումների ժամանակ նույնիսկ տեսակետ հնչեց, որ կառավարության ծրագիրը որոշակիորեն կենտրոնացված է հատկապես տնտեսական, ուրեմն այսպես ուղղվածության վրա, ինչը որոշ առումներով հասկանալի է բնականաբար, որովհետև առավելապես ակնկալիքները տնտեսական ուրեմն բնույթի են եւ հատկապես այդ ոլորտում է թերևս որ որոշակի ավելի աշխուժացում է ակնկալվում։ Այդ իսկ պատճառով շեշտադրումները մի քանի ուղղությամբ կառանձնացնեի։ Առաջինը հենց տնտեսական բլոկում ներդրումներ ներգրավելու հնարավորությունների մեծացումը եւ այս ուղղությամբ նաեւ խոսքը գնում է ներդրումների այսպես կոչված ֆոնդ ստեղծելու մասին, որը հնարավորություն կընձեռի, որպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն հայտնողները, եթե նրանք այդպիսի գումարներ չունեն, կառավարությունը, պետությունը աջակցի, չնայած այն հանգամանքին մի օղակ, որտեղից որ կարողանան այդ գումարը վերցնել։ Այո, որպեսզի կարողանան այդ գումարը վերցնել, թեև հստակ մենք եւս հասկանում ենք եւ կառավարությունը հստակ նաև շեշտադրել է, որ այնպես չի, որ պետությունը բիզնեսում պիտի շատ միջամտություն ունենա կամ բիզնեսում հատկապես բոլոր բիզնեսի ոլորտների հետ դիտվի գործընկեր, բայց այդուհանդերձ հաշվի առնելով հենց որոշակի իրողություններ, այդպիսի մոտեցում ամրագրվել է, որ անհրաժեշտ է գոնե սկզբնական շրջանի համար այդ ներդրումային ֆոնդի առկայությունը։ Խոսքը գնում է նաև ռազմավարական որոշակի նախաձեռնությունների այսպես կենտրոնի մասին, որտեղ մարդկանց գործը կլինի հիմնականում տարբեր գաղափարների, այսպես ասենք, գեներացիան եւ այդ գեներացիայից հետո նաև դրանց իրագործման հնարավորությունը, հավանականությունը պարզելը եւ դրանք կյանքում այնուհետեւ կյանքի կոչելը։ Շեշտադրումներ կան բոլոր ոլորտներում կրթական բնագավառում, տարածքային կառավարման զարգացման առումով, որովհետև չափազանց կարևորվում է եւ եթե հետեւել եք ազգային ժողովի դեբատներին, ապա այնտեղ եւս չափազանց կարևորվել է տարածքային համաչափ զարգացումը, որպիսի երկիրը չդառնա մայրաքաղաքային կենտրոն եւ զարգացումը լինի համաչափ։ Այնպես ինչպես հիմա է։ Այո, եւ չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարը, իհարկե արդարադատությունը, որովհետև գաղտնիք բացած չեմ լինի եւ ես սա չեմ շեշտադրում որպես արդարադատության նախարար երկրի, որ արդարության զգացման արկայությունը կամ դրա նկատմամբ վստահությունը ավելի մեծ սպասելիքներ ու հույսեր է ինքնին արթնացնում, քան սոցիալական վիճակում այս կամ այն ուրեմն փոփոխությունը, որովհետև ի վերջո բոլորի համար էլ ակնհայտ է, որ սոցիալական վիճակում փոփոխությունները ակնթարթորեն չեն ուրեմն արձանագրվում կամ չեն միանգամից փոփոխություններ տեղի ունենում։ Իսկ դա նշանակում է, որ պիտի անձը վստահ լինի արդարության նկատմամբ, որ ինչ էլ որ լինի, ինչպիսի հանգամանքներում էլ որ ինքը հայտնվի, պիտի իր նկատմամբ վերաբերմունքը լինի արդար։ Եվ հետո կարծում փոխկապակցվածության գործոնն էլ կա, որովհետև եթե արդարության հարցում դրական տեղաշարժեր լինեն, ապա ինքնաբերաբար դրական տեղաշարժեր կլինեն նաև սոցիալական ոլորտում։ Գանք կոռուպցիային, որովհետև կոռուպցիան մեր երկրի համար, բոլորի համար արդեն ակնհայտ է, որ աղետալի հետևանքներ ունենում, ինչպես պետական կառավարման համակարգի բնականon գործունեության, այնպես էլ հանրային process-ների։ Ակնհայտ է նաև, որ ցանկացած ծրագիր որևէ կառավարության չի կարող լիարժեք իրականանալ, եթե լուծում չտրվի այդ գլոբալ խնդրին կոռուպցիա։ Ինչ է նախատեսվում անել, որպեսզի այս խնդրին բնականաբար ոչ լիարժեք, այդուհանդերձ տեսանելի, հասարակ մարդու համար տեսանելի որևէ լուծում տրվի։ Առհասարակ կոռուպցիայի հետ կապված խնդիրը բավականին զգայուն խնդիր է եւ բավականին
այսպես ասենք, դժվար հասանելի խնդիր է այն տեսանկյունից, որ քայլեր կարող են արվել, դրանք լինեն դժվար տեսանելի, այդ պահին, երբ որ մարդը իր վրա դա չի զգում ուղղակիորեն, շատ դժվար է նրան բացատրել, որ այս քայլը օրինակ ինստիտուցիոնալ առումով հենց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է արված։ 3-4 վարչության պետ դատված եթե չկան, նշանակում է մարդը չի տեսնում։ Առհասարակ այդպիսի հոգեբանություն կա, այդպիսի ընկալում կա, բայց ես հեռու եմ այդ մտքից, որ իրականում դա հենց այն ցուցիչն ու չափանիշն է, որով պետք է առաջնորդվել այս ոլորտում։ Պատասխանելով ձեր հարցին կամ անդրադառնալով ուրեմն թե ինչ քայլեր են այս ուղղությամբ արվելու, նախ նշեմ, որ այդ ուղղությամբ քայլերի ամբողջ շղթան շատ տեսանելի է կառավարության ողջ ծրագրում եւ ոչ թե միայն կոռուպցիայի դեմ պայքար բաժնում, որը տեղակայված է արդարադատություն, մարդու իրավունքներ եւ կոռուպցիայի դեմ պայքար հենց վերտառությամբ տեղ գտած բաժնում։ Խոսքը վերաբերում է թե գնումների ոլորտում կատարվող փոփոխություններին, խոսքը վերաբերում է ամբողջ պետական կառավարման համակարգում այսպես կոչված մեկ պատուհանի կանգառ սկզբունքի լիարժեք ներդրմանը, որի մասին ես քիչ անց, եթե թույլ տաք, կխոսեմ։ Եվ կոռուպցիայի դեմ պայքարի հենց բաժնում տեղակայված են միջոցառումներ, որոնք մասնագիտական տեսանկյունից համաշխարհային ուրեմն մոտեցումներին, ուրեմն միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցումներին համապատասխան ավանդաբար համարվում են կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցները։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այս ուղղությամբ ուղղակի կտրուկ քայլեր է ձեռնարկելու։ Առաջին հերթին ուրեմն ամենակարճաժամկետ ծրագիրը, որը նշված է կառավարության ծրագրում, դա ապօրինի հարստացման ուղղված նախաձեռնությունն է, որը նախատեսում է քրեականացնել ապօրինի հարստացումը։ Ինչ է սա նշանակում։ Առհասարակ սա ընդունված է համարել հետևանքային հանցակազմ։ Եթե ոչ մասնագիտորեն բացատրեմ, կստացվի հետևյալը։ Եթե պաշտոնատար անձը, որը ունի X եկամուտ, որը իրավաչափ, օրինաչափ ճանապարհով ինքը հայտարարագրել է կամ ընդհանրապես ապացուցվում է, որ ինքը ունի օրինակ տարեկան X եկամուտ։ Եվ հանկարծ նաև պարզվում է, որ նա ունի որոշակի գույք, որը 10 անգամ ի նկատի ունեք նա ցույց է տալիս հայտարարագրում։ Կարող է հայտարարագրում ցույց տալ, կարող է անգամ օրինակ լրատվամիջոցում հայտնվել տեղեկատվություն։ Դա նույնպես բավարար է։ Այո, դա բավարար է ինչի համար, որ եթե պաշտոնատար անձը հանկարծ պարզվում է, որ ունի օրինակ տարեկան կտրվածքով 10 միլիոն եկամուտ, բայց հայտարարագրել է կամ պարզվում է, որ ունի, իրեն պատկանում է գույք, կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է գույք, որը օրինակ արժե 100 միլիոն։ Եվ այստեղ հարց է ծագում, ընդ որում այդ հարցը ծագում է թե կարող է սովորական քաղաքացու մոտ հարցը առաջանալ բնականաբար, բայց որ ավելի կարևոր է, մենք իրավական մեխանիզմ ենք ընձեռում, որպեսզի իրավապահ մարմինը հարցնի պաշտոնատար անձից։ Կարող ես իրավաբանորեն, իրավաչափ կերպով հիմնավորել, որտեղից քեզ այսքան եկամուտի պայմաններում ծախսերի նման անհամաչափ ուրեմն աճ կամ նման անհամաչափ ծախսեր։ Այդ գործառույթը իրավապահ մարմինների նախկինում չեն ունեցել։ Այսպիսի իրավական մեխանիզմի շրջանակներում ոչ։ Եթե այդ ամենը չի հիմնավորում այլ կոռուպցիոն հանցագործությունների շրջանակում, այսինքն կաշառք տալ, կաշառք ստանալ, չգիտեմ, կաշառքի միջնորդություն եւ այլն, ապա այստեղ բնականաբար գալիս է հաջորդ հարցը, որը արդեն գոյություն ունեցող փաստի տեսքով կանգնում է։ Կա եկամուտ, որոշակի եւ կա անհամաչափ կատարված ծախսեր, որտեղ է դրանց համադրելիությունը։ Ներողություն, ճիշտ եմ ես արդյոք հասկանում, որ ստեղծում է որևէ մարմին, կառույց, չգիտեմ, խումբ մարդկանց, ովքեր որ պետք է գնահատեն մարդու եկամուտը, այսինքն տեսնեն մարդու եկամուտը, գնահատեն նրա ունեցվածքը եւ փորձեն այդ մարդուն հարցեր տալ, թե որտեղից ձեզ այս գույքը ինչ միջոցներով եք այն ձեռք բերել։ Ես դա չէի բնութագրի ոչ այնքան ստեղծվել, որքան այո կառավարության ծրագրում ամրագրված մեկ այլ կարևոր միջոցառման մասին դուք հենց նոր ձեր հարցով շոշափեցիք, խոսքը վերաբերում է այսպես կոչված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարը պիտի լինի մասնագիտացված անկախ մարմինների կողմից։ Աշխարհը ունի տարբեր մոդելներ։ Կան երկրներ, որտեղ մեկ մարմին է ամբողջ հակակոռուպցիոն բնույթի այս գործառույթները իրականացնում, այսինքն մեկ մարմին է ներկայացնում քո հայտարարագիրը, այդ մարմինը ստուգում է հայտարարագիրը ճիշտ է թե ոչ, քեզ վարչական պատասխանատվության է ենթարկում, այնուհետ եթե ինչ-որ խնդիր կա քրեական պատասխանատվության։ Կան երկրներ, որտեղ գործառույթները տարանջատված են։ Երկու դեպքում էլ, երկու մոդելների դեպքում էլ ունենք հաջողված մոդելներ։ Երկրորդ մոդելի դեպքում
Կա մարմին, որտեղ դու ներկայացնում ես քո հայտարարագրերը, որը ստուգում է քեզ, ենթարկում է որոշակի տուգանքների վարչական պատասխանատվության, եւ երկրորդ խումբ մարմինները կան, այսպես կոչված իրավապահ մասնագիտացված մարմինները, որոնք այո ստուգում են այդ հայտարարագրերում տեղ գտած տեղեկատվությունը եւ այլն, եւ այդուհետ իրավունք ունեն այն հարցադրումը, որը ես քիչ առաջ մատնանշեցի ապօրինի հարստացման հանցակազմի շրջանակներում տալ պաշտոնատար անձին։ Հիմնավորի այդ ամենը, որտեղից քեզ այդ ամենը։ Երկրներ կան, որտեղ եթե չեմ սխալվում, նույնիսկ այսպիսի պրակտիկա է գործում, կա որոշակի տեղեկատվություն, նույն խոսեցինք այդ մասին, ենթադրենք լրատվամիջոցներում հայտնված որևէ տեղեկատվություն, այսինչ պաշտոնյայի մոտ թանկարժեք որևէ իրի կամ գույքի առկայության մասին եւ այնտեղ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարողանում են գնալ տուն, այնտեղ նայել նկարները թանկարժեք, գնահատել դրանք, հա, չգիտեմ, քանդակները նայել, գնահատել եւ հետո նոր այդ հարցադրումները տալ։ Այսպիսի գործառույթ մեզանում նախատեսվում է, թե ոչ, որովհետեւ բացատրեմ հարցս։ Մենք իրականում մարդու հարստության մասին դատում ենք արտաքին ատրիբուտներով, հա, ենթադրենք նա վարում է շքեղ մեքենա, մենք ասում ենք այդ է շքեղ մեքենա է վարում։ Բայց նույն տան կահավորանքի մեջ, հա, կարող են լինել շատ էլեմենտներ, որոնք շատ ավելի թանկարժեն, հա, քան այդ նույն մեքենան, եւ կարծում եմ մեր երկրում այդպիսի պաշտոնյաներ շատ կլինեն։ Այս պարագայում ինչպես վարվել, որովհետեւ տեսանելի եւ անտեսանելի ունեցվածքը բավականին տարբեր հասկացություն է։ Իրավացի եք, բայց այս ամենի համար կա ոչ թե եւ ոչ այնքան ու ոչ միայն այն գործառույթը, որը դուք եք մատնանշում, այլ կա պատշաճ հայտարարագրման ուրեմն ամբողջ գաղափարը։ Այսինքն մենք օրենքով դրել ենք պարտականություն, որ այսքան գումարից բարձր թանկարժեք իրեր, ինչ ատրիբուտիկա ուզում է լինել, պարտավոր է հայտարարագրել։ Չհայտարարագրեց, կեղծ տվյալներ ներկայացրեց։ Իսկ դա, գիտեք, այսպես թե այնպես վաղ թե ուշ պարզվում է, որովհետև այնպես չի էլի, որ կարող ես այդ ամենը գաղտնի պահել եւ որևէ մեկը այդ մասին չիմանա։ Եւ դրա հետ կապված բնականաբար առաջանում է մեկ այլ հանցակազմով քրեական պատասխանատվության խնդիր։ Կեղծ հայտարարագիր ներկայացնելը նախկինում մենք չունենք որևէ պատասխանատվություն նախատեսված առհասարակ, ուզում եմ ասել, ոչ վարչական, ոչ քրեական պատասխանատվություն, եթե անձը իր հայտարարագրի մեջ որոշակի տեղեկություններ սխալ էր լրացնում, ճակերտներում ազգույշ սխալ էր ներկայացնում կամ ներկայացնում էր միտումնավոր կեղծ տեղեկատվություն։ Ազգային ժողովը արդեն առանց որևէ դեմ ձայնի առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է այդպիսի հայտարարագիր ներկայացնելու դեպքում եւս քրեական պատասխանատվություն, որովհետեւ բազմաթիվ անգամներ հնչել են հարցադրումներ այդ թվում լրատվամիջոցներում, թե ինչու օրինակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կամ իրավապահ մարմինները ինչու չեն ձեռնարկում քայլեր, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում են այդ թվում մասնագիտացված հետաքննող լրագրողները կամ այլ ուրեմն մարմիններ, անհատներ ու կառույցներ։ Եվ այստեղ հարց էր ծագում, ինչ գործիքակազմ ունի համապատասխան մարմինը։ Իսկ սա նշանակում է անել մի քանի քայլ։ Բացի ապօրինի հարստացումից, բացի նրանից, որ եկամուտների սխալ հայտարարագրման համար քրեական պատասխանատվություն նախատեսելուց, պիտի արվեն այլ քայլեր եւս։ Այսինքն, օրինակ, ընդլայնվի հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, ընդլայնվի փոխկապակցված անձանց շրջանակը, ովքեր են այն անձինք, ում հետ կապը սկզբունքորեն պիտի հետաքրքրի, ուրեմն առավել մասնավորեցնեմ, հա, մեր իրականություն առավել ընդունված զոքանչի ինստիտուտը ներառվելու է հայտարարագրերը։ Ուրեմն այդ հարցին ես անդրադարձել եմ նաև ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ այդ նախագիծը քննարկելիս, մեր իրականության մեջ ընդունված են առհասարակ շատ գեղեցիկ ձևաչափեր գույքի հայտարարագրման հետ կապված, բայց փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնումը ամենաբարդ հարցերից մեկն է, եթե թույլ կտաք նաև իմ գնահատմամբ, ուրեմն որը միջազգային պրակտիկայում ցույց են տալիս նաև տարբեր երկրների փորձը, որը առհասարակ քննարկվում է։ Բացատրեմ ինչու։ Ում ենք մենք համարում առհասարակ փոխկապակցված անձինք, արյունակցական կապ ունեցողներին, չէ, ազգակցական կապ ունեցողներին, վերընթաց, վայրընթաց կողային ազգականներին եւ այսպես շարունակ, մինչեւ որաստիճան իջնել կամ մինչեւ որաստիճան բարձրանալ վերև կամ գնալ դեպի քույր եղբայր թե ավելի այսպես հեռուն։ Առհասարակ այստեղ շատ նուրբ եւ զգուշ է պետք լինել, որովհետեւ մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ կան հարազատ եղբայրներ, հարազատ քույրեր կամ այլ հարազատներ, որոնք իրար հետ պարզապես ուղակի առանց որևէ ձևականության չեն շփվում, չկա նրանց միջև շփում եւ նրանք բոլորովին տարբեր ոլորտներում գործունեություն են ծավալում։ Եվ սա նշանակում է, որ այդ մարդիկ, ովքեր իրար հետ առհասարակ նույնիսկ չեն էլ շփվում, սեպարատ իրարից գործունեություն են ծավալում, մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, մյուսը իր համար
ելնենք կանխաբարկատից աշխատում է որևէ տեղ բիզնես է անում, ստացվում է քաղաքական գործունեությամբ զբաղվող բարձրաստիճան պաշտոնատար անձի համար, մենք այսպես թե այնպես ստիպված ենք որոշակի սահմանափակումների ենթարկել, մյուսի բիզնես գործունեությունը հսկել, նա պարտավոր է հայտարարագիր ներկայացնել եւ այսպես շարունակ։ Սա է պատճառը, որ փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնումը, որը կառավարության ծրագրում գործողություններից մեկն է, չափազանց մեծ ուշադրության պիտի ուրեմն ենթարկվի եւ այդ զոքանչներ, փեսա, աներ եւ այլն, այս ամեն ինչը պետք է դիտարկվի եւ առհասարակ ընդունված կանոններին համապատասխան, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով այն իրողությունները, որը կա եւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ ծավալով սահմանափակումներ, Այսինքն այնպես չէ, որ միանշանակ լավ է, երբ մենք փոխկապակցված անձանց ինստիտուտը մեծացնում ենք։ Կարող է նաեւ հակառակ էֆեկտ ունենալ։ Հակառակ էֆեկտի մասին չի խոսի, ես ուղղակի կնշեի, որ այո, մենք պիտի ընդլայնենք շրջանակը, որտեղ օրինակ հայտարարագիր ներկայացնողների մեջ նշված է համատեղ ապրող ուրեմն ծնողը կամ ուրեմն զավակը, բայց համատեղ չապրողը ուղղակի դուրս է մնացել, բայց բնականաբար կոռուպցիայի շրջանակներում դա որևէ նշանակություն ունենալ չի կարող։ Այնպես որ կան հարցեր, որոնք միանշանակ անդրադարձի ենթակա են, եւ կան հարցեր, որտեղ պետք է զգուշորեն մոտենալ, որպեսզի այլ խնդիրներ ուղղակի չլինեն, չբախվենք։ Լավ, ակնհայտ է, որ դուք այստեղ բախվելու եք հայկական հնարամտության հետ, հա, որովհետեւ եթե դուք սահմանափակեք այդ անձանց ցանկը քույրերով եւ եղբայրներով կամ հորեղբայրներով եւ մորեղբայրներով, ապա խնդիրը առաջանալու կապված ենթադրենք պաշտոնյայի վարորդի հետ, հա, վարորդի քույրերի եւ եղբայրների հետ։ Այսինքն ինքը հայկական հնարամտությունը եւ որևէ լուծում գտնելու անհրաժեշտությունը պաշտոնյայի համար, որովհետեւ թաքցնի իր եկամուտները ապօրինի, այսպես թե այնպես ինչ որ լուծում գտնելու են։ Համաձայն եք, որ լուծում միշտ էլ հնարավոր է գտնել, որքան էլ որ փորձենք մենք իրավական մեխանիզմերով սահմանափակել։ Ինչպես վարվել այդ պարագայում։ Առհասարակ ես ձեր հետ համամիտ եմ այն տեսանկյունից, որ եթե չլիներ ոչ միայն հայկական հնարամտությունը, այլև առհասարակ կոռուպցիայի հնարավոր ենթադրյալ բոլոր հնարամիտների դեմ բոլոր դեղատոմսերն ու համադարմանները գտնված լինեին, կլինեին աշխարհում երկրներ, որտեղ կոռուպցիայի այսպես սանդղակում իրենք որևէ տեղ չէին զբաղեցնի եւ իրենք ընդհանրապես կոռուպցիայից զերծ կլինեին։ Մենք պիտի ընդունենք, որ կա ռիսկային կամ ոչ ռիսկային, կա մեծ ծավալ ու փոքր ծավալ եւ այլն։ Ես ամենևին չեմ բացառում, որ հնարավոր են այո հնարամտության շրջանակներում որոշակի անձքեր փնտրել, սողոսկել եւ այդտեղ որոշակի խնդիրներ լուծել։ Բայց շարունակեմ միտքս առայն, որ այս կամ այն փաթեթը ինքնին միայնակ խնդիրների լուծումը չի տալու ամբողջապես։ Ես շարունակելով, եթե ապօրինի հարստացմանն անդրադարձանք կամ փոխկապակցված անձանց, շատ կարևոր նշանակություն ունի մեկ այլ օրենք, որի մասին ես ուզում եմ խոսել, եւ այստեղ վարորդ քերի կամ եւ այլն այսպիսի այս շարժը շատ հետաքրքիր ուրեմն հսկողության կենթարկվի։ Խոսքը վերաբերում է կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքին։ Ինչ է սա նշանակում։ Երբ առհասարակ կլինի վարորդի հետ թե որևէ այլ բոլորովին անծանոթ ինչ որ մեկի հետ, հա, պաշտոնատար անձին ձևակերպում են փոխառություններ, ինչ որ մեկը ինչ որ մեկին փող է պարտքով տվել, հետո այդ պարտքը վերադարձավ պաշտոնատար անձին։ Բոլորովին անհասկանալի է կամ կարող է անհասկանալի թվալ, թե որտեղից եկավ այդ գումարը եւ ինչպես այդքան այդ գումարը վերադարձավ պաշտոնատար անձին։ Այդ երբեր ինքը այդքան գումար պարտքով տվել, որ վերադարձավ իրեն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե կանխիկ է այդ ամենի շրջանառությունը կատարվում, սկզբունքորեն շատ դժվար է կամ անհնար դրա վերահսկողությունը։ Դրա համար կա այլ գործիքակազմ, այսինքն որոշակի գումարից բարձր շրջանառությունը, որոշակի գումարից բարձր փոխառությունները, որոշակի գումարից բարձր անշարժ գույքի գործարքները եւ ընդհանրապես տարբեր այլ գործարքներ կատարել բացառապես անկանխիկ եղանակով, այսինքն բանկային փոխանցումների եղանակով։ Մտցնել մի դաշտ, որտեղ ամեն ինչ երևում է։ Որտեղ ամեն ինչ երևում է, որտեղ հստակ պարզ է դառնում դու տվեցիր այդ գումարը թե ոչ, որտեղից տվեցիր եւ վերադարձավ այդ գումարը քեզ թե ոչ, բայց դու փաստացի տվել ես նրան թե ոչ, դա քո ակտիվում է այլևս թե սեփական բանկային հաշիվներով առանց որևէ այլ ամեն ինչ, այո, դա սա եւս մի գործիք է, որը գումարացի թիվս մյուս գործիքների իհարկե կտա իր արդյունքը։ Ես չեմ հավակնում համարել, որ առհասարակ
մենք միանշանակ 100%-անոց բոլոր խնդիրները կլուծենք, բայց որ 80 եւ ավելի բարձր տոկոսի հավակնող արդյունավետություն են այս գործիքներն ապահովելու, դրանում թույլ տվեք ասել, որ համոզված եմ։ Ընդունված է մեզանում համարել ու կամ մեր իրականությունը ցավոք սրտի այնպեսին է, որ բոլոր այն կառույցները, որոնք իրականացնում են վերահսկող գործառույթ, բավական լրջորեն ենթարկվում են կոռուպցիոն ռիսկերի, հա։ Ու կարծեք թե այդ կառույցը ինքը պետք է վերահսկի այդ ամեն ինչը, ինչ որ դուք ասում եք, հա, որպեսզի պաշտոնյան չհարստանա, որպեսզի process-ները ընթանան օրինական դաշտում, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ հենց այդ կառույցները վերածվում են կոռուպցիոն օղակների։ Երբ մենք խոսում ենք ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին եւ այդ համատեքստում X քանակությամբ մարդկանց որոշակի գործառույթներ տալու մասին, արդյոք այստեղ նույնպես չկա ռիսկ, որ այդ մարդիկ վաղը իրենք են վերածվելու կոռուպցիոն, այսպես շղթայի մի հերթական օղակի, շատ թեժտորեն հնարավոր կլինի ենթադրենք։ Նա հայտնաբերել է 100 կամ 200 միլիոն դրամի անհամապատասխանություն եկամուտների եւ ունեցած գույքի մեջ, հա, վճարել նրան 10, 20, 30, 40-ը եւ նա ասի, որ ամեն ինչ օրինական է, որևէ խնդիր չկա։ Առհասարակ դուք բարձրացնում եք ամենակարևոր հարցադրումներից մեկը եւ ես իլերում եմ ձեր խոսքերի ավելացնեմ եւս մի կարևոր բան։ Առհասարակ տարբեր երկրներում ապօրինի հարստացումը համարվում է նաեւ որոշակի առումով քաղաքական հաշվեհարդարի հնարավոր գործիք։ Կան տարբեր տեսակետներ այս հարցի կապակցությամբ, այսինքն կա մեդալի մի կողմը եւ կա դրա հակառակ երեսը։ Եվ այնպես չի, որ մենք այդ ամենը հաշվի չենք առել կամ վտանգ չենք տեսնում։ Ձեր ասած ռիսկը անկասկած առկա է, բայց դրա հետ կապված մենք նաև ունենք որոշակի պատկերացումներ եւ քայլերի հաջորդականություն, որ պիտի իրականացնենք։ Թե արևելյան Եվրոպայի երկրներում եւ թե առհասարակ աշխարհի տարբեր այլ երկրներում, որտեղ գործում են այս կամ այն մոդելներ, ինչպես հիշում եք, ասացի, կա միասնական մարմին, ունիվերսալ մարմինը եւ կան ապակենտրոնացված մոդելներ, այսինքն երկու մարմիններ են գործում։ Շատ կարևոր նշանակություն ունեն մի քանի հանգամանքներ։ Առաջին, կառույցը պիտի լինի անկախ, կառույցը պիտի լինի մասնագիտացված, կառույցի ղեկավարը պիտի կրի ըստ էության նաև անհատական պատասխանատվություն եւ կառույցը բացառապես պիտի կենտրոնացած լինի կամ առավելապես պիտի կենտրոնացած լինի միայն կոռուպցիոն հանցագործությունների համար եւ հանրային հաշվետվողականությունը պիտի լինի հենց միայն այդ մասով։ Ինչ է սա նշանակում, երբ որ ասում ենք, որ հանրային հաշվետվողականությունը պիտի լինի կենտրոնացված։ Հաշվետվությունը ներկայացնում հանրությանը եւ ասում ես, այս տարի ես բացահայտեցի այսքան սպանության, այսքան ավազակային հարձակման, այսքան գողության, այսքան կոռուպցիայի, այսքան մարմնական վնասվածքների, ահաբեկչության, չգիտեմ, եւ այլ հանցագործություններ։ Կորչում է կոռուպցիայի վրա թիրախավորվածությունը, կորչում է մասնագիտացվածությունը, եւ սա նշանակում է հանրային գնահատականը այդ անձին լինում է ուղղակի լրացված ուրիշ գործոններով։ Այո, իրավացի եք, միանգամայն իրավացի եք։ Ես ուզում եմ կոպիտ ասած ստացվում է, որ մարդը գործ է արել, բայց իր հիմնական առաքելությունը ըստ էության չի կատարել։ Իրավացի եք։ Սա նշանակում է, որ այս խնդիրը պիտի լինի կրկին ուշադրության կենտրոնում։ Սա նշանակում է, որ այն մարմինը, ում վրա դրվելու է այդ պատասխանատվությունը, պիտի հանրային հաշվետվողականությունը ներկայացնի առանձին ու միայն այդ մասով։ Եվ նրա պատասխանատվությունը, նրա հանրային պատասխանատվությունը, պետական պատասխանատվությունը առհասարակ որպես պաշտոնատար անձ, պիտի գնահատվի ու չափելի լինի հենց այդ հատկանիշով պայմանավորված։ Եվ հավատացնում եմ ձեզ, բոլոր այն երկրներում, որտեղ հենց այդպես է գնացել, այսինքն մասնագիտացվածությունը նման բարձր մակարդակի վրա է դրվել, ուրեմն հաջողել են։ Կամած սկսել են հաջողել։ Ինչու՞, որովհետև մարդը այլ տարբերակ չունի։ Որում ենթադրում եմ, որ դա անելը բարդ էլ չէ, որը ենթադրենք, հա, եթե որևէ լրատվամիջոցում տեղեկություն է հայտնվում, այսինչ պաշտոնյային պատկանող գույքի մասին եւ այդ կառույցը սկսում է հետաքննել ավտոմատ հիմք վերցնելով այդ լրատվամիջոցի հրապարակումը, ապա ինքնին դա արդեն վստահության որոշակի ռեսուրս է, որ այս կառույցը աշխատում է, նա տեսել է հրապարակում եւ աշխատում է այդ ուղղությամբ։ Մի քանի նման դեպքից հետո արդեն վստահության որոշակի ռեսուրս արկա կլինի։ Իրավացի եք, եթե ինքը հետևողական է ու գնում է դրա ետևից եւ հետո ինքը հանրային հաշվետվություն է ներկայացնում, բա ինչ եղավ, դուք պատկերացնում եք, եթե ինքը պատասխանատվություն է կրում միայն այդ մասով եւ անընդհատ ամեն գործից հետո ասի ոչ մի բան չեղավ։ Ակնհայտ հարց է, չէ՞ ցակում, բա այդ ինչպես եղավ, որ չեղավ, բա ինչու եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե միտեղ լղոզվում է պատասխանատվությունը, այստեղ այն շատ ցցուն ու ակնառու է դառնում եւ դա նշանակում է, որ ուզի թե չուզի, սա է ուզում ասել, սա ամենակարևոր շեշտադրումն է։ Այն անձը, ով որ պիտի ստանձնի այդ պատասխանատվությունը, ուզի թե չուզի, ինքը պարտավոր է լինելու, ինքը իր համար պարտավոր է լինելու զբաղվել
պատշաճ կերպով կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ ու բացահայտմամբ։ Ինքը այլ տարբերակ չի ունենալու։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նժարի վերադրվում է կամ իր հեղինակությունը, իր պատասխանատվությունը, իր կոռուպցիոն հանցագործություններում կամ սխեմաներում ներգրավված լինելու հիմնավոր կասկածը մի կողմից եւ մյուս կողմից, թե որքանով է ինքը արդյունավետ աշխատում։ Լավ, գանք մի ուրիշ դաշտ, որն ուղղակիորեն առնչվում է արդարադատության հետ եւ որը առնչվում է նաեւ կոռուպցիոն այս մեխանիզմների հետ, ինչի մասին մենք խոսում ենք։ Ակնհայտ է, որ եթե պետական տարբեր օղակները, իշխանության տարբեր թևերը չգործեն ներդաշնակ, ապա մենք ոչինչի չենք կարողացնել, որովհետեւ ենթադրենք տվյալ կառույցը փալուն աշխատում է, նա գտնում է մի քանի այսպես ծծուն դեպքեր կապված պաշտոնյաների ապօրինի հարստացման հետ, քրեական գործեր արարությունը եւ այդ քրեական գործերը մտնում են դատարան։ Դատարանում տվյալ պաշտոնյան դատավորին տալիս է անհրաժեշտ գումարը եւ դատարանը վճռում է նրան այսպես չդատապարտել կամ տալ այսպես ինչ որ մեղմ պատիժ։ Այսինքն այստեղ դիսբալանս է առաջանում գործադիր մարմնի, հա, որը որ այսպես երաշխալի ծրագրեր է կազմել եւ իրավական համակարգի միջև, արտարադատության համակարգի միջև։ Ինչպես վարվել, որպեսզի այդ ներդաշնակությունը լինի, հա, որովհետեւ կարծեք թե գործադիրն ու դատական համակարգը անջատ են։ Ինչպես վարվել այս պարագայում։ Առհասարակ մենք նախ թույլ տվեք ասել, որ տարիներ շարունակ պայքարել ենք նրա դեմ եւ դա ներկայացրել ենք որպես մեր պայքարի լավագույն արդյունքներից մեկը, որ գործադիր իշխանությունն ու դատական իշխանությունը առանձին են, սեպարատ են ըստ սահմանադրության, ըստ միջազգային կոնվենցիաների եւ առհասարակ այո ըստ իշխանությունների տարանջատման սկզբունքի մենք դա համարել ենք որպես ձեռքբերում։ Ես այսօր էլ շարունակում եմ դա համարել ձեռքբերում, բայց ես ընդունում եմ, որ կան դատական համակարգում խնդիրներ եւ այդ խնդիրները խորքային են։ Այդ խնդիրները ոչ այնքան եւ ոչ միայն պայմանավորված են կոնկրետ դատավորի ինտելեկտի, մշակութային զարգացվածության, կրթվածության, ընտանեկան միջավայրի, այո, եւ այլնի հետ կապված որքան համակարգային են։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար չափազանց կարևոր նշանակություն ունի արդարության ճիշտ ձևավորված սպասումը ակնկալիքը եւ այդ սպասման ու ակնկալիքին որպես ընդառաջ գնացող արդարադատությունը։ Մի կարևոր միտք եմ միշտ հայտնել եւ սա ուզում եմ օգտվելով առիթից ասել։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր սպասումներն ու ակնկալիքները ճիշտ ձևավորի, ճիշտ հասցեա տիրոջից։ Երբ արդարադատության նախարարից ակնկալում ու հայցում ու սպասում են արդարություն, ես իհարկե դա հասկանում եմ, թեկուզ միայն պաշտոնի անվանումից անվանման պայմանավորված, բայց ես միշտ եմ ասել դա, որքան էլ որ դրա համար ոչ մասնագիտական շրջանակների կողմից քննադատվեմ, որ արդարադատության նախարարը եւ առհասարակ գործադիր իշխանությունը որևէ լծակ չունի միջամտելու դատական իշխանությանը, քան կարգապահական վարույթներ հարուցելն է, իսկ ես դա անում եմ, արել եմ ու անելու եմ։ Խնդիրը այլ հարթության մեջ է։ Կան արդյոք այնպիսի խնդիրներ, որոնք օբյեկտիվորեն եւ սուբյեկտիվորեն դատավորներին ստիպում են, ճակերտներում ստիպում են, ուրեմն ոչ նորմալ ուրեմն որոշումներ կայացնել, անկասկած կան։ Ինձ համար չափազանց կարևոր է եւ դա նշված է ծրագրում ողջամիտ ժամկետների պահպանությունը եւ նաեւ այն հանգամանքը, որ դատավորը պիտի ունենա ներքին անկախություն։ Մենք տարիներ շարունակ դատական իշխանության կատարելագործման համատեքստում արել ենք առավելագույնը, ապահովելու համար դատավորի անկախությունը արտաքին ազդակներից, արդարադատության նախարարից, կառավարությունից, նախագահից, բոլորից։ Մենք դա անընդհատ արել ենք։ Նոր սահմանադրությամբ այս առումով հատկապես հատկանշական եւ լուրջ քայլեր են կատարված, բարձրագույն դատական խորհուրդ է ստեղծվել, որտեղ դատավորները մեծամասնություն չեն, իսկ դա արդեն լավ է, որովհետեւ օրինակ այսօրվա հակակումբի չի վերածվում։ Այո, այսօրվա արդարադատության խորհուրդը, որքան էլ այնտեղ ներկայացված են իրավաբան գիտնականներ, այդուհանդերձ դատավորների ներքին թույլ տվեք ասել սոլիդարությունը պահպանելու համար արդարադատության խորհուրդը միշտ էլ ավելի հակված է պաշտպանելու դատավորին, քան չպաշտպանելու նրան։ Եվ այս տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի ընդհանրապես դատական համակարգում հիերարխիայի վերացումը, դատավորների գնահատման թափանցիկ համակարգի ներդնումը, սա մենք արդեն մեր միջազգային գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն, որպեսզի իրականացնենք, իսկ սա նշանակում է, որ դատավորի գործունեության գնահատումը լինում է ավտոմատ օրենքում նշված չափանիշների հիման վրա, կախված չէ որևէ մեկից եւ դատավորն էլ այնպես չի, որ պիտի կաշկանդվի, որ վերևում ինչ որ մեկը իրեն լավ գնահատի, ինքը անկաշկանդ է լինելու եւ իրենով է պայմանավորելու, թե ինքը օրինակ ինչ ժամկետում գործ կքննի։ Մարդիկ բողոքում են, որ իրենց գործերը 6 ամսում, 9 ամսում, 4 ամսում, չգիտեմ, ավելի երկար են քննվում եւ մարդը արդարության սպասելիս ուղղակի անարդարության զգացում է իր մոտ զգում։ Եվ այս առումով
լրջագույն քայլեր պիտի կատարվեն։ Եվ նորից եմ ասում, մենք մեր համար առաջինը հիմա այս պահին դրված գլխավոր խնդիրը, որպես գործադիր իշխանություն, որը ունի որոշակի լիազորություններ, բայց չունի անսահմանափակ գործառույթներ ու լիազորություններ։ Դատական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ դնելն է, իսկ սա սահմանադրության հիման վրա նոր է մշակվում, որ կբացառեն դատավորների ներքին կախվածության շարունակականությունը Խաղի ճիշտ կանոններ սահմանելը։ Խաղի կանոններ ճիշտ սահմանելը եւ դատավորին զգացողություն տալը, որ ինքն է իր իրականացրած արդարադատության հասցեատերը եւ կրողը։ Ցավոք սրտի մեր ժամանակն արդեն ավարտվել է, շատ լավ բաներ ասացիք այստեղ կապված թե ինչպես է տարվելու պայքարը կոռուպցիայի դեմ կամ ինչպես մենք պետք է ասենք արդարության հաստատմանը, հույս ունենամ, որ 1 տարի անց կամ որոշ ժամանակ հետո մենք կրկին հնարավորություն կունենանք հանդիպելու եւ արդեն խոսելու հաջողությունների մասին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ ընկալեցիք մեր Ես եմ շնորհակալ։